Պարոն Առաքելյան, ներողություն, մի հարց Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները այրելը դատապարտել է եւ հրահրող ու սադրիչ քայլ է որակել այդ քայլը, ինչու է նրա սիրտը ցավում, ասում է միջազգայինորեն ճանաչված պետության, առավել եւս մեր հարևան պետության դրոշը այրելը անընդունելի եւ դատապարտելի է իմ համար։ Այդ ակցիան տասնամյակներով տեղի է ունենում քաղաքացիների կողմից, որը չպետք է հանդիսանա Հայաստանի իշխանությունների կողմից այսպես զվրթովմունքի, որովհետև ակնհայտ է դրա մոտիվները ցեղասպանության դատապարտման, պորտման ակցիաներից մեկն է, ինչը այսօր աշխարհում մենք ականատես ենք լինում, Թուրքիան ոչ միայն չի ընդունել ցեղասպանությունը, այլ նաև իր ցեղասպան քաղաքականությունը շարունակում է 100 տարի անցել Ադրբեջանի աջակցությամբ, Ադրբեջանին աջակցելով նաև Արցախում տեղի ունեցավ էթնիկ զտում, հետևաբար շատ բնական է, նորմալ է յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր հայ, նաև խմբեր իրավունք ունեն իրենց պորտկումը արտահայտելու, որոնք չեն վնասում մեր այլ քաղաքացիներին, հետևաբար զարմանալի է Նիկոլ Փաշինյանի վրթովմունքը այն իրադարձությանը, որը յուրաքանչյուր տարի տեղի է ունենում եւ երբևէ այդ իրադարձությունը միջազգային որևէ խնդիր Հայաստանի Հանրապետության համար չի առաջացրել, սակայն մենք ականատես ենք լինում, որ յուրաքանչյուր դրվագ, որը այսպես ասած կարող է Թուրքիային նեղացնի, միանգամից առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի վրթովմունքն է առաջացնում։ Մենք չենք էլ տեսել, որ Թուրքիան պաշտոնապես կամ Ադրբեջանը պաշտոնապես այդ ակցիաների նկատմամբ ինչ-որ միջազգային հարց է բարձրացնում, բողոք է, այսօր դատը կանեցքեն, եթե այնպիսի ակցիա լիներ, որը միջազգային մակարդակով խնդիր կառաջացներ, դեռ կարելի էր քննարկել, ապրիլ 24-յան ակցիա է, որը որևէ միջազգային իրադարձություն չի կարելի համարել, հետաբար անընդունելի է ընդհանրապես անդրադառնալ նման ակցիաներին բացասական առումով, այն էլ իշխանությունների կողմից, սա Նիկոլ Փաշինյանի հերթական այն էլ այսօրով հաջողախոսության քայլն է Թուրքիային, բայց ակնհայտ է, որ Թուրքիան թքած ունի Նիկոլ Փաշինյանի հերթական այդ քայլերին, նաև Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են իրենց հակայի քաղաքականությունը, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի այդ բաց եւ սրտաբաց քաղաքականություն։ Փաշինյանի ուղերձները 18 թվականից մինչև այսօր հստակ փոխվել են շեշտադրումները, նախկինում անունով ասում էր Օսմանյան Թուրքիան բնաջնջել է եւ ներողություն է չի խնդրում, զղջում չկա եւ այլն, իսկ հիմա այս վերջին ուղերձում օրինակ այս տարվա մասնավորապես նշել է, որ մենք պիտի վերապրենք հայոց մեծ եղեռնի այդ ողբերգությունը, սահմանազատված, սուվերեն, ինքնիշխան, ուժեղ եւ այլ Հայաստանի սահմաններով էս ցեղասպանության վերաբերյալ ուղերձը պետք է ընդունենք հայ ժողովրդի ուղերձը, որը մեր բոլորի սրտերում է, մեր բոլորի հիշողություններում է, նաև ծիծեռնակաբերդ այցելություններով է, եւ ամենևին Նիկոլ Փաշինյանը կամ որևէ պետական պաշտոնյա չի արտահայտում հայ ժողովրդի վերաբերմունքը ցեղասպանության, եւ ցեղասպանության եւ Թուրքիայի եւ նաև Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների քաղաքականությունը փոխվել է, սակայն դա ամենևին չի անդրադառնում հայ ժողովրդի տրամադրությունների վրա, հետաբար չեմ կարծում, որ այդ ուղերձները, որոնք ընդամենը մի քանի ժամվա պատմություն ունեն, մեր պատմության եւ մեր ապագայի վրա ազդեցություն են ունենալու։